Ամենախելացի ազգերն աշխարհում իրենց IQ վարկանիշով համարվում են սինգապուրցիները, չինացիները, գերմանացիները, ճապոնացիները և Հարավ Կորեայի բնակիչները։ Չափանիշները սահմանվել են հաշվի առնելով կրթական մակարդակը, գիտության և տեխնոլոգիայի նվաճումները և IQ միջազգային թեստերի արդյունքները։ 5-րդ հորիզոնականում Գերմանիան է, հայտնի իր նվաճումներով ինժեներիայի, փիլիսոփայության և բժշկության ոլորտներում։ Երկրում գործում են աշխարհի ամենալավ համալսարաններից մի քանիսը, իսկ գերմանական տեխնոլոգիաները կիրառվում են ամբողջ երկրագնդում։ Գերմանիան առաջատար դիրք է զբաղեցնում նորարարությունների արտոնագրման ոլորտում։ Այստեղ միջին IQ-ն շուրջ 100 է։ 4-րդ տեղում Հարավային Կորեան է։ Այն տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ամենազարգացած երկրներից մեկն է։ Այստեղ կրթական համակարգը չափազանց խիստ է, և կորեացի ուսանողները միջազգային թեստերում ցուցադրում են ամենաբարձր արդյունքներից։ Միջին IQ-ն 102 է։ Գիտության և նորարարության ոլորտում երկիրը չի զիջում համաշխարհային առաջատարներին։ 3-րդ հորիզոնականում Չինաստանն է, որը հսկայական առաջընթաց է գրանցել գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Չինացի ուսանողները գերազանցում են մաթեմատիկայի և բնական գիտությունների մրցույթներում, իսկ պետությունը ակտիվորեն ներդրում է կատարում արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և տիեզերական արդյունաբերության մեջ։ Միջին IQ-ն 104 է։ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ճապոնիան, հայտնի իր բարձր կրթական մակարդակով, գիտական հայտնագործություններով և տեխնոլոգիական առաջընթացով։ Ռոբոտոտեխնիկան, բժշկությունը, ավտոմոբիլաշինությունը սրընթաց զարգանում է Ճապոնիայում։ Միջին IQ-ն 106 է։ Ճապոնական կարգապահության և աշխատասիրության մշակույթը դարձնում է այս ազգին ամենախելացիներից մեկը։ Եվ վերջապես առաջին հորիզոնականում Սինգապուրն է, երկիր, որը համարվում է աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցողը։ Այստեղի ուսանողները բարձր արդյունքներ են ցույց տալիս մաթեմատիկայի, ընթերցանության և բնական գիտությունների ոլորտներում։ Երկիրը առաջատար դիրք ունի տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների շրջանում։ Միջին IQ-ն 108 է, ինչը սինգապուրցիներին բնորոշում է որպես աշխարհի ամենախելացի ազգ։ Ինչ եք կարծում, իսկ Հայաստանը որ հորիզոնականում կլինի։ Դուք մտածեք, իսկ մենք կհանդիպենք։